Հնարավոր է, որ ժողովրդավարությունն ավելի լավ փաստարկներ ունի պատմական փաստերի հերկման դեմ, քան իր իսկ օրենքը։ Այդ դեպքում այն կվերաբերվեր նաև հոլոկոստի հերկմանը, որը ի տարբերություն հայերի ցեղասպանության այլևս ոչ մի մասնակից պետություն պաշտոնապես չի հերկում։ Մինչդեռ ցեղասպանությունը շատ հստակ սահմանվել է, ուստի կարելի է հստակ գնահատական տալ դրան, սակայն խնդիրն այն է, որ դրա հիշատակումը Թուրքիայում պատժվում է օրենքով, իսկ Գերմանիայում, որն ամեն դեպքում մեղավոր է թե մեղսակցության եւ թե հանցավոր լռությամբ, դրա մասին տեղեկությունը հավասար է։ Կանաչները բանաձևից հետո քննարկման կլոր սեղան հրավիրեցին եւ այն բավական մարդաշատ էր եւ հետաքրքիր։ Սակայն ես շատ ափսոսացի, որ ոչ հայերին եւ ոչ էլ գերմանացիներին, իսկ նրանք այնքան էլ շատ չէին, քիչ թվով մարդիկ են զբաղվում ցեղասպանության հարցով, հարցադրումներ չարեցին, որպեսզի Բունդեստագի պատգամավորները կարողանային հստակ պատկերացում կազմել, թե ինչ է իրականում կատարվել։ Էրզրումում օգնության են հասել կայզերական հյուպատոսը եւ ամերիկյան միսիոներները։ Մյուս վայրերում այստեղի հայկական պատրիարքարանը։ Ակնհայտ է, որ հայերի տեղահանման դրդապատճառը միայն ռազմական նկատառումները չեն։ Ներքին գործերի նախարար Թալյատ Բեյը վերջերս առանց թաքցնելու այդ մասին իր կարծիքն է արտահայտել կայզերական դեսպանության ծառայող դոկտոր Մորդմանի ներկայությամբ այն առումով, որ բարձր դուռը կուզենար համաշխարհային պատերազմն օգտագործել այն նպատակով, որպեսզի հիմնավորապես ազատվի իր ներքին թշնամիներից, բնիկ քրիստոնյաներից, ընդ որում առանց արտասահմանից դիվանագիտական միջամտության հանդիպելու։ Դա կբխի նաև Թուրքիային դաշնակից գերմանացիների շահերից, քանի որ այդ կերպ Թուրքիան ավելի կուժեղանա։ Վանգենհայմ